Այս նկարահանումները կատարվել են ուղղաթիռից։ Վերևից ավելի տեսանելի են այն փոփոխությունները, որ վերջին տարիներին կատարվել են Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Փոխվել է համալիրի մաս կազմող շինությունների քանակը, էականորեն ընդարձակվել է վանքի տարածքը։ 7 հեկտարի փոխարեն այսօր արդեն Մայրաթորի ընդհանուր մակերեսը շուրջ 50 հեկտար է։ Այս տարիների ընթացքում տարբեր շինություններ են կառուցվել։ Առաջին մեծածավալ շինությունը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամարն ու Սուրբ Տրթատ բաց խորանն էր։ Կառուցվեցին 2001 թվականին ազգային բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնի հովանավորությամբ քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ։ Այսօր արդեն այս խորանի վրա են կատարվում եկեղեցական մեծ միջոցառումները, ինչպես օրինակ 2001-2008 թվականի մյուրօրտնությունները։ Հրապարակը նախատեսվում է ավելի քան 1500 հավատացյալի համար։ Մայր տաճարի հարևանությամբ գտնվող այս մկրտարանն նոծվեց 2008-ին։ Կառուցվել է անգլիաբնակ բարերար Արմեն Սարգսյանի հովանավորությամբ։ Եռագմբեթ մկրտարանը 3 ավազան ունի, որոնցից 2-ը նախատեսված են փոքրիկների համար, իսկ 3-ը մեծահասակների։ Ընդ որում մկրտությունները կարող են իրականացվել միաժամանակ։ Սուրբ Վարդան եւ Սուրբ Հովհաննես մատուռ մկրտարանն ունի նաեւ օծված սեղան, որտեղ հնարավոր է պատարակ մատուցել։ Նույն տարի 2008 թվականի մայիսին Մայրաթորի տարածքում կատարվեց մի նոր շինության՝ դիվանատան բացումը։ Նախկինում այն Վեհարանի հին շենքի ընդամենը մի քանի սենյակներում էր գործում։ Նորակառույց եռահարկ շենքում են գտնվում Նորին Սրբության աշխատասենյակը, Ամենայն Հայոց կաթողիկոսարանի վարչական կառույցների գրասենյակները, քարտուղարությունը, դիվանատան արխիվը։ Շենքը կառուցվել է ազգային բարերարներ Տեր եւ Տիկին Նազար եւ Արտեմիս Նազարյանների հովանավորությամբ։ Վերջին տարիներին հոգևորականների թվի շեշտակի աճը միաբաններին կացարաններով ապահովելու խնդիր էր առաջացրել։ Բարերար Ռիչարդ Մանուկյանի միջոցներով կառուցված այս հրաշալի շինությունն ամբողջությամբ լուծեց այդ խնդիրը։ Նոր մասնաշենքն ունի երկուական սենյակից բաղկացած 82 բնակարան։ Միաբանական նոր շենքի հետ միասին ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնի նվիրատվությամբ կառուցվեց նաև տնտեսական շենքը։ 2010 թվականն էր, երբ Գարեգին II վեհափառ հայրապետի ձեռամբ եւ ազգային բարերար Վաչե Մանուկյանի մասնակցությամբ Մայրավանքի հարևանությամբ կատարվեց Մատենադարանի հիմնարկեքը։ Մեծ տեմպերով վեր բարձրացող ձեռագրատուն գրադարանը կոչված է շարունակելու միջնադարյան վանքերին կից գործող հարուստ գրադարանների ավանդույթը։ Երկհարկանի շենքի յուրաքանչյուր հարկի մակերեսը 1500 քառակուսի մետր է։ Շատ շուտով Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներն իրենց ծիսական արարողությունները կարող են կատարել իրենց համար կառուցված այս եկեղեցում։ Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծած Սրբոց հրեշտակապետած եկեղեցու շինարարությունը ճեմարանի հարևանությամբ սկսվեց տարիներ առաջ, իսկ օգոստոսին արդեն օծվեցին եկեղեցու խաչերը։ Կից այս շինությունը եւս ճեմարանականների համար է նախատեսված մարզադահլիճ ու հանդիսությունների սրահ է լինելու։ Վերջին 10 տարիների ընթացքում նոր շինություններին զուգահեռ նաև տարբեր կառույցներ են նորոգվել՝ Մայր տաճարը, Վանատունը, Գևորգյան հոգևոր ճեմարանը, Հին վեհարանը, Տպարանը, Սարկավագական խցերը։